Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Գալանյուս հավելվածն է, այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սարգունցի։ Բարև ձեզ, պարոն Սարգունց։ Երեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն էր եւ բավականին ոչ միանշանակ ընդունվեց քաղաքացիների կողմից, արդեն տևական ժամանակ է ինչ նման վերաբերմունք են ցուցաբերում Սահմանադրության եւ Սահմանադրության օրվան։ Ձեր կարծիքով Սահմանադրությունը լիարժեքորեն արտահայտում է Հայաստանի քաղաքացիների իրավունքները եւ դրանց պաշտպանությունը։ Սահմանադրությունը հռչակում է մարդու իրավունքները, հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն է։ Սահմանադրությունը հռչակում է, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովրդի իշխանությունը իրականացնում է կամ անմիջականորեն հանրաքվեների միջոցով կամ իր կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով, բայց ցավոք սրտի պետք է արձանագրենք եւ դա արձանագրման հիմքը կայանում է նրանում, որ հենց ժողովրդի մոտ սահմանադրության տոնը որպես տոն այդպեսին չի ընկալվում եւ ցավոք սրտի այդպեսին է, որ մենք ունենք իրական չգրված կանոններով սահմանադրություն, որը ավելի մեծ դեր եւ մեծ նշանակություն ունի եւ ավելի կենսական նշանակություն ունի ճակերտավոր, քան հռչակված պաշտոնապես գոյություն ունեցող սահմանադրությունը։ Այստեղ սահմանադրության նորմերի կիրառման մեջ թերանալը, այստեղ քաղաքացիների խնդիրն է, թե պետական ապարատի մեծ հաշվով կամ իշխանությունների, եթե այդպես կարելի ասել։ Եկեք ելնենք այն հանգամանքից, որ սահմանադրությունը հստակորեն այն սկզբունքներն է հռչակում եւ ձևակերպում, թե ինչ պետք է անի ինչ պետք է անեն պետական մարմինները, ինչ պետք է անի ազգային ժողովը, ինչ պետք է անի հանրապետության նախագահը, տեղական ինքնակառավարման մարմինները, դատական իշխանությունը, դատախազությունը, նաեւ սահմանում է, թե ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները։ Եթե այդ տեսակետից նայենք, որ են պետական մարմինները սահմանադրությամբ նախատեսված իրենց գործառույթները արդյոք կատարում են, իհարկե ոչ, չեն կատարում։ Ավելին նրանք սահմանադրության այն նորմը, որ ասում է, որ պետք է կատարեն միայն այնպիսի գործողություններ, որոնք օրենքով սահմանված են եւ սահմանադրորեն սահմանված են, դրանք պարբերաբար դրանք չարաշահում են, իրենց լիազորությունները գերազանցում են, իսկ քաղաքացիները, որոնք փորձում են իրենց իրավունքները պաշտպանել, ցավոք սրտի այդ իրավունքների պաշտպանության համար այդ նույն պետական մարմինները, որոնք ունեն պարտականություններ, իրենց լիազորությունները չեն կատարում, այդ իրավունքների իրականացման համար ընթացակարգերը, որոնց վերաբերյալ նույնպես իրավական փաստաթղթեր, նորմեր, գոյություններ, օրենքներ, կառավարության ուժեր, նրանք նույնպես չեն գործում։ Այսինքն իսկ քաղաքացիներն են մեծ հաշվով չեն էլ պահանջում իրենց իրավունքները։ Քաղաքացիներն մի ասեք, որ չեն պահանջում։ Քաղաքացիները այն գոնե այն խումբը, որը պահանջում է եւ արդյունքի չի հասնում, այդ վատ օրինակ է մյուսների համար, որոնք արդեն ուշադրություն չեն դարձնում եւ չեն մտածում, որ իրավական նորմերը իրապես կենսական նշանակություն ունեն։ Եթե սկզբունքային առումով վերցնենք ներկայիս սահմանադրությունը, որը փոփոխման է ենթարկվել 2003 թվականին, 2003-ին ընդունվեց 2005 թվականին։ Այդ սահմանադրությունը այն սահմանադրությունն է, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը։ Միգուցե այնտեղ փոփոխությունների անհրաժեշտություն կա, լրացումների կամ չգիտեմ ձևի նախ եթե հիշենք վերհիշենք այդ այսպես կոչված սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն կեղծված էր բնականաբար ըստ մեր դիտարկումների առնվազն գոնե մեր քաղաքում 11-12% են մասնակցել, այսինքն չնայած պաշտոնապես հրապարակել 60 քանի տոկոս, 68%, այսինքն այդ փոփոխությունները ինքնին արդեն հակաօրինական էին եւ իրանք չեն համապատասխանում քաղաքացիների մասնակցության տոկոսին։ Երկրորդը դեռ այն ժամանակ էլ մենք ունենք մի շարք վերապահումներ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ, կոնկրետ մի օրինակ ասեմ, դա խոսքը վերաբերում է դատական իշխանությանը։ Նախկին ուրեմն սահմանադրության, այսինքն ինչ փոփոխությունների այն տարբերակով դատական իշխանության կազմավորման համար ստեղծված Արդարադատության խորհրդի նախագահը հանրապետության նախագահն էր, եւ դա իրապես սխալ էր եւ ճիշտ չէր։ Այս անգամ փոխեցին Արդարադատության խորհրդի կազմը եւ նախագահը բոլորին այլ կառուցվածք ունեն, բայց մնացել է նույն կետը։ Ինչու՞ է կանում այդ նույն կետերությունը, որ
Դատավորներին դատական համակարգում նշանակում է հանրապետության նախագահ։ Հանրապետության նախագահը ոչ միայն նշանակում, այսինքն ձևական բնույթ ունի, այլ ինքը դատավորների պիտանության ցուցակից ինքն է ընտրում ում որտեղ նշանակի։ Այսինքն այստեղ անկախ դատական համակարգի մասին այսինքն դատական իշխանության անկախության կարևոր երաշխիքներից մեկը որ դատավորը լինի անկախ երկնշանակողից, որևիցե մեխանիզմով, իր նշանակման մեխանիզմով, արդեն իսկ այս սահմանության ապահովված չի։ Նաև դատավորը անկախ չի իր պաշտոնավարման ընթացքում, ուրեմն երբ որ կարող են այսպես կոչված կարգապահական վարույթ ընդունել եւ դա արդարադատության արտադրության խորհրդի կողմից։ Եվ դա սովորաբար կատարվում է այն դեպքում, երբ որ դատավորը ուրեմն չի կատարում պահանջը։ Իսկ արտադրության խորհուրդը ում կողմից է նշանակված։ Արտադրության խորհրդի անդամների մի մասը նշանակում է ազգային ժողովը, մի մասը նշանակում է հանրապետության նախագահը, մի մասն էլ ընտրվում են հենց դատավորների ուրեմն բանից հանմագումարից, այսինքն դատավորների նախագահների խորհուրդ, այդպիսի մի հատ իրանք հասարակակառույց ունեն, որտեղ դա իրենց իրանք են առաջադրում տեխնացուներին։ Բայց խնդիրը կանգ է որ ճիշտ է ինքը կազմը ուրապես փոխվեց արմատապես, որտեղ անժամանակ գլխավոր դատախազի տեղակալներ, արտադրության նախարարներ նույնիսկ մտնում կասում թե գլխավոր դատախազ։ Իսկ հիմա չկա, բայց խորհրդի լիազորությունները դատական իշխանության վրա միայն ունի պատժիչ բնույթ, այսինքն պատժիչ դատավորներին պատասխանության ենթարկելու լիազորություն, հասկանում եք ոնց է, բայց նույն դատավորների նշանակման գործընթացում, այսինքն դատական իշխանության ձևավորման տեսակետից խորհրդի դերը նվազագույն է, որ նորից պետք է նո, որտեղ պիտանության ցուցակը ճիշտ է հաստատում է, բայց ինքը չի որոշում թե Շիրակի մարզի կամ Լոռու մարզի կամ Վերաքնիչ դատարանում կամ Վճարաբեկ դատարանում ում որ տեխնացությունը պետք է առաջադրի նշանակման։ Այսինքն կրկին ընտրում է նախագահն այստեղ։ Նախագահից է կախված թե ում որտեղ կնշանակի։ Ինչքան կարելի է եզրակացնել, դատավորներից անկողմնակալություն ակնկալել այս բարակայում մի քիչ դժվար է, նամանավանդ երբ որ դատավորները շատ դժվար վիճակում են գտնվում։ Դատական իշխանությունը գտնում է շատ ծանր վիճակում եւ այդ տեսակետին չի համարում սահմանադրության այդ պահը ուշադրության հրավիրում, որովհետեւ եթե չկա անկախ դատական իշխանություն, իսկ հռչակված է սահմանության մյուս նորմով, որ մեր մոտ իշխանությունների տարանջատման սկզբունքն է, այսինքն գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունները տարանջատված են, իրապես ցավոք սրտի դատական իշխանության անկախությունը երաշխավորված չէ, իսկ առանց անկախ դատական իշխանության չարաշահումները, խախտումները մարդու իրավունքների վերականգնման հնարավորությունը 0 է դառնում, որովհետեւ դատարանն ապահովում է։ Դատարանն այն մարմինն է, որտեղ ես իմ խախտված իրավունքի համար կարող են դիմել եւ ակնկալում, որ պետք է տեղի ունենա արդարադատություն։ Տպավորությունն է, որ հենց դատավորները երևի թե պաշտպանության կարիք ունեն։ Միանշանակ որ դատավորները եւ դատական իշխանությունը ունի պաշտպանության կարիք եւ անկախության երաշխիք եւ դա մի քանի օրինակներ կարող են բերել, ցես որպեսզի ապացուցեն, որ իրապես այդ երաշխիքները չկան, իսկ այդ երաշխիքների բացակայությունը ինչ ծանր հետևանքների է բերում։ Մեկը ուրեմն Պարքև Օհանյանի դեպքը, երբ որ ինքը Royal Armenia կազմակերպության նկատմամբ տնօրենների ղեկավարների նկատմամբ քրեական գործի շրջանակներում ինքը որոշում կայացրեց կալանքի միջոցը փոխելու եւ արդարացնելու։ Նա անմիջապես կանոնին կարգապահական վարույթ ընդունեցին նրա նկատմամբ եւ նա հեռացեց աշխատանքից։ Մյուսը հայտնի դա պարոն Խաչատրյանի ուրեմն գործը Վճարաբեկ դատարանի նախագահ, որը 2006 թվականի դեկտեմբերի 22-ին ապացույցների անբավարարության հիմքով անմեղ ճանաչեց, այսինքն գտավ որ ուրեմն Մադաղիսի հայտնի գործով 3 մեղավորները դրանց մեղքը հիմնավորված չէ, դատանի դահլիճեց, ուղղակի կալանքից ազատեց եւ գործը այն ժամանակ դեռ կար, ուղարկեց լրացուցիչ քննության։ Դրանից հետո ուղղակիորեն այդ մարդուն հանեցին Վճարաբեկ դատարանի նախագահի ուրեմն պաշտոնից եւ հիմա ներկայումս նա Առաջինացյանի դատարանի Երևանի համայնքներից մեկում Առաջինացյանի դատարանի նախագահ է։ Սա ընդ որում նույնիսկ արձագանքը կամ մոտեցումը դատավորի կողմից արդար դատականության արդյունքում կայացած որոշումից հետո անմիջապես է կիրառվում։ Այսինքն այդ դեպքում դատավորները ինչպես կարող են որևէ մեխանիզմ սահմանադրությամբ ներդրված է, որ նույն դատավորը կարող է պահանջել արդարություն ի վերջո։ Եթե պահանջի դատավորը, տեսեք կարող է պահանջել որպես քաղաքացի,
վերջին հաշվով որպես դատավոր աշխատող քաղաքացի իր իրավունքների պաշտպանությանը, բայց ցավոք սրտի մենք համոզվեցինք, որ հատկապես մարտի 1-ի դատավարությունների ժամանակ այդ դատավորների ցանկը գիտենք, թե ինչպես էին նրանք դատավարությունները իրականացնում, ինչպես էին նրանք ուղղակիորեն քաղաքական իշխանության պատվերը կատարում եւ միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով եւ այլ համակողմանությունը չապահովելով, արդարադատականությունը չապահովելով մարդկանց ճանաչում էին մեղավոր, ուրեմն մեղադրական վճիռներ են կայացնում եւ ազատազրկման մասին որոշումներ կայացնում։ Եվ կարգավորվում էր սահմանադրությունը։ Եվ նաեւ հանուն Հայաստանի Հանրապետության այդ խոսքերի անունից։ Լավ, այդ դեպքում իմ մոտ տպավորություն է, որ դատական զուտ միայն դատական համակարգը եթե վերցնենք, պետք է անցկացնել այստեղ համակարգային փոփոխություններ իրավիճակը շտկելու համար, այլապես ինչ որ կամ միջոցառումներ, որոնց շնորհիվ կարելի է ինչ որտեղ իրավիճակը նորմալացնել։ Հայաստանի պայմաններում, քանի որ այդ իրավական մեխանիզմները շատ կարևոր են, դատարանի անկախությունը, ուրեմն դատավորի նաև պաշտպանվածություն եւ անկախություն ապահովելու համար, դրանց բացակայության դեպքում ցավոք սրտի ես դեռևս չեմ տեսնում։ Եվ դա ամեն ինչը թողնված է դատավորի խղճի եւ քաղաքացիական պարտքի, իրավական մշակույթի հավատարիմ լինելու եւ ռիսկի վրա, բայց որը Հայաստանում չի աշխատում, որը առանձին դեպքերում եթե աշխատում էլի, ապա այն կարող է աշխատել առանձին դեպքում, եթե դա ուրեմն չկա պատվեր, քաղաքական պատվեր կամ դատախազական պատվեր, հստակ, կամ եթե մարդը իրապես ինքը գնում է որպես գրագետ պրոֆեսիոնալ մարդ աշխատում է եւ իսկապես բացահայտում է այդ դատականության ընթացքում ճշմարտությունը եւ հնարավորություն է տալիս դա բացահայտվի եւ ականջալուր է լինում խախտումներին, հա, եւ արձագանքում։ Մյուս տարբերակը շատ ավելի երկարատև տարբերակ է, դա եվրոպական դատական, ուրեմն եվրոպական դատանի պրակտիկայի բավական շատ լայնորեն ներդրումը Հայաստանում, այսինքն դա ինչ է նշանակում, եթե մենք լրիվ ազգային դատարաններում չհասնենք արդարադատության, ապա հնարավորություն ունենք փառքասու դիմելու եվրոպական դատարան, նույնիսկ դա թեկուզ երկարատև, բայց եվրոպական դատարանների վճիռները Հայաստանի ազգային դատարանների կողմից կայացված վճիռների վերաբերյալ կամ դրանց հետ կապված, ուրեմն, որտեղ դա ըստ էության համեմատության հնարավորություն է տալիս, իրավական գնահատականներ է տալիս, որի մեջ նաև դատական իշխանության պրակտիկան է վերլուծվում, հա, նաև իրավապահման, սա այն ճանապարհն է, որով գնալու դեպքում մենք համեմատության նույնիսկ կրկնում մեջ եւ նաև ունենալու իրական կոնկրետ գործերով գնահատականներ հույս կարող է ունենանք, որ իրավիճակը կփոխվի։ Այսինքն այս բարակայում ճիշտ չեք գտնում սահմանադրական նոր փոփոխությունները։ Սահմանադրական փոփոխությունների մասին անընդհատ են խոսում։ Եթե նման լրջագույն խնդիր կատարված, սահմանադրական փոփոխությունների մասին կամ օրենսդրական փոփոխությունների մասին մշտապես են խոսում, բայց մի հատ օրինակ բերեմ ձեզ համար, որ հասկանալի լինի, որ ինչու՞մ է իմ մոտեցման էությունը, որ 1990 թվականին Խորհրդային Միության ընտրական օրենսգրքով կազմակերպեցին Հայաստանում երևի թե միակ եւ իրական արդարար ընտրությունները։ Այսինքն այդ օրենքը ընտրական օրենսգրքը դու չեք կարող համարել, որ ամենակատարյալ օրենքներ, չէ՞։ Դրանից հետո օրենքները ինչքան ընտրական օրենսգրքերը ինչքան փոփոխեցին, այնքան ընտրությունների որակը վատացավ։ Այսինքն այստեղ իրավական զուտ փաստաթղթի վրա մեղքը գցելը կամ թերությունների վրա գցելը այնքան էլ ճիշտ չի, այսինքն այստեղ ոչ թե այնքան էլ ճիշտ չի, դա ճիշտ ճանապարհը չի։ Դա անհրաժեշտ է այդ իրավական դաշտի կատարելագործումը, բայց ոչ պակաս անհրաժեշտ է քաղաքական կամքի իշխանությունների, որպեսզի այդ իրավական նորմերը աշխատեցնեն, եւ դրա համար ես ասացի, որ ցավոք սրտի գոյություն ունի չգրված կանոնների մի ամբողջ խումբ, որոնք ենթարկացնում են գոյություն ունեցող իրավական նորմերը, այսինքն իրավական նորմերը կիրառում են այն տրամաբանության տեսակետից, ինչքանով են բավարարում այդ կենսական շահերը, չգրված նորմերը։ Եվ այդ տեսակետից այստեղ քաղաքական կամքի բացակայություն կամ նման տիպի քաղաքական բացասական կամքի խնդիրն է, որ ավելի է արժեզրկում սահման, այսինքն դրա մեջ է խնդիրը։ Այսինքն կրկին ամեն ինչ հանգում է քաղաքականությանը։ Ես խոսքը ավիճա ձևակերպեցի քաղաքական կամք ասածը, որովհետև թե տեղական ինքնակառավարման
մարմինների մակարդակում, թե մարզային մակարդակում, թե ուրեմն ազգային մակարդակում իշխանության պետական կառույցների քաղաքական կամք ասածը հենց դա քաղաքականություն է, թե քաղաքականություն չէ այլ հարց է, որովհետև ամեն մի որոշում, որը կայացվում է հանրային նշանակության խնդիրներ լուծելու համար, օրենքների, որոշումների, հրամանների, կարգադրությունների եւ այլն միջոցով, դրանք իրենք քաղաքական որոշումներ են քանով, որ մարդկանց շատ մեծ խմբի շահերին է առնչվում։ Այստեղ է, որ այդ որոշումներում եւ այդ գործելակերպում, որը պետք է լինի հիմնվի սահմանադրական սկզբունքների վրա, մենք չենք տեսնում այդ նվիրվածությունը եւ իրավունքի գերակայության սկզբունքի մտածողությունը խնդիրների լուծման ժամանակ։ Ավելի շուտ տեսնում ենք հետեւյալը. որոշումները կապված են առանձին խմբերի, օլիգարխների կամ նրանց տնտեսական շահերի սպասարկման համար։ Մինչև հիմա պատկերացնեք նույնիսկ այնպիսի վիճակ, որ Հայաստանի Հանրապետությունում քննարկման հարց է ազգային ժողովի падգամավորը իրավունք ունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ թե չէ։ Գիտեն, չէ, ասենք թե սա նրա բիզնեսն է, սա նրա բիզնեսն է, սա նրա բիզնեսն է, բայց ասում եմ ես չեմ զբաղվում, ես ընդհանրապես սեփականատերն եմ։ Բայց շատ պարզ է, ասենք թե ազգային ժողովում նիստերին հաճախելիության ցուցակը հանելու հիման վրա, գնահատել, ասենք թե ժամանակի այն մասը, որ մարդը պետք է ազգային ժողովում որպես դեպուտատ աշխատի, այսինքն իր օրենսդրիչ որպես մարմնի անդամի գործառույթները իրականացնի, ինչքան ժամ է տրամադրում դրան, եւ ինչքան ժամ է տրամադրում, ինչքան ժամանակ է տրամադրում իր այսպես կոչված սեփականությունը հանդիսացող բիզնեսի խնդիրների կարգման վրա։ Սա այնքան պարզ է, այնքան ակնառու է եւ դա հանդիսանում է վիճաբանության առարկա, թե այդպիսին է արդյոք թե այդպիսին չէ։ Այստեղ երևի ընտրողները պետք է ավելի պահանջատեր լինեն, քան ասենք ընտրողները պահանջատեր են։ Լրատվական միջոցները պահանջատեր են։ Այ հիմա մենք խոսում ենք սրա մասին։ Հիմա տեսեք, երբ որ մենք ինչ որ դատական process է տեղի ունենում, կամ ինչ որ հասարակական լայն process, այ ամենավերջի օրինակը դուք եք բավական լավ նկարահանել, խոսքը վերաբերում է վրացական պետհամոզիչներով մեքենաների տեղաշարժի սահմանափակմանը։ Ակնհայտորեն տեսանյութերը թե Ջաջուրի լեռնանցքում, թե Գյումրիում ասպարեզի այդ շրջապակումները, թե Վանաձորի մուտքի մոտ, ակնհայտորեն այդ տեսանյութերը կան։ Եվ դրանք պետք է լինեին հիմք իրավապահ մարմինների կողմից քրեական գործ հարուցելու համար։ Չէ, քրեական գործ չի հարուցում։ Ավելին, քան որտեղ կա քաղաքական լուրջ, ուրեմն գենթատեքստ, նույնիսկ դատարանում ցավոք սրտի դեռևս մենք չկարողացանք հասնել, ուրեմն արդար վճիռի, այն է, որ քրեական գործի հարուցման մասին պետք է վճիռ կայացվի։ Այսինքն, իսկ մյուս դեպքերում ենթադրենք նույն Նիկոլ Փաշինյանի թիվ 10 ընտրատարածքում ընտրությունների ժամանակ, երբ որ մենք ենք հաղորդումը տալիս, ուրեմն լրատվական միջոցների նյութերի հիման վրա են քրեական գործը հարուցում, եւ ոչ թե մեր հաղորդման հիման վրա, որպեսզի այդ հետաքրքրական գործը, չէ, տեսեք, սկզբունքի չէ, ընտրողական մոտեցման հարց է։ Մեզ զրկել են, այսինքն եթե մեր հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցել, մենք բողոքարկելու հնարավորություն կունենայինք։ Ասում են, չէ, զանգվածային լրատվական միջոցների նյութերի հիման վրա ենք հարուցել, չէ՞։ Եվ այդ դեպքում պատասխանատուն, ավելի ճիշտ, պահանջողը գոյություն չունի, որովհետև դա հասարակությունն է։ Այսինքն այդ ընդհանրացման մեջ պատասխանատվությունը զրոյացնելու, պատասխան տալու հանգամանքը զրոյացվում է եւ հնարավորություն զրկում է հասարակությանը իր իրավունքների համար պաշտպանելուց։ Հարց. ո՞նց է լինում, որ մի դեպքում լրատվական միջոցներով հաղորդումները հիմք են հանդիսանում, մյուս դեպքում հիմք են հանդիսանում։ Այսինքն այստեղ մենք ունենք նաեւ այստեղ իրավական նորմերի խտրական կիրառման փաստի հետ։ Օրենքն է իրենց այդ հնարավորությունը տալիս, թե իրավական անկատարությունն է խնդիրը, թե մարդու որակական հատկանիշները։ Օրենքը տալիս է ամեն հնարավորություն։ Այսինքն օրենքը հնարավորություն է տալիս շահագրգիռ, այսինքն եւ իրավական ճանապարհով գնալ, չէ՞, բայց ինքը կամայական է օգտագործում։ Հասկանում եք, այսինքն դուք չեք կարող, եթե նույնիսկ ամենաունիվերսալ իրավական մեխանիզմը ընդունես, այսինքն օրենսդրական դաշտը ընդունես, ամենաանշնորհ ձևով այնքան կարժե զրկեն, ինչպես ասենք թե ընդհանրենք հիմա փորձ է արվում ժողովուրդ հավասարությունը արժեզրկել։ Հիմա այսօր Մադաղիսի դատական process-ն էր, շատ հետաքրքիր մի հատ էպիզոդ բերեմ, չէ՞։ Վկաներից մեկը, որը գումարտակի ուրեմն իրավաբանն է եղել, ինքն ասում է, զինվորները չէին համարձակում կամ չէին ասի այն ինչ որ գիտեն, որովհետև ինչ որ մի բառ ասեն, գիտեն, որ իրենց հարցակնության են կանչելու որպես վկա։ Այսինքն մարդը օրը ցերեկով դատարանում հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունում զինվորները
Իսկ դա ոչ միայն զինվորներից կարող եմ ավելացնել ցանկացած քաղաքացի, սահմանադրությամբ վկա հանդես գալու այդ իր իրավունքն է եւ նաեւ պարտականությունը հանցագործության կատարման մասին չի կարողանում իրականացնել կամ վախենում է իրականացնել, որովհետեւ ինքը երաշխիք ունի, որ դրանից հետո իրեն չեն ահաբեկի այնպես ինչպես մեկ այլ վկա նույն դատական process-ի ժամանակ հայտարարեց, որ իր վկայության ուղղությամբ կամ վկայության հիմքի վրա ուղղակի սպառնացել են մտել են տան, ասեն թե ընդհանրապես կհանենք ատրճանակը կամ ավտոմատը կհանենք եւ ճակատներից կշարենք, հա ասում։ Եվ այստեղ հիմա մարդը ասում է դատարանում, չէ՞։ Եվ որևէ քրեական գործ կամ իհարկե բնականաբար պետք է քրեական գործ հարցվի, չէ՞, բայց որևիցե քննչական մարմին ժամանակի ընթացքում այդ փաստերի վերաբերյալ ոչ քննություն է իրականացել, ոչ հարցաքննություն, մինչև հիմա Իվան Գրիգորյան ֆենոմենը ամբողջ դատախազության վրա թքած ունի, ամբողջ քննչական մարմինի վրա թքած ունի եւ դատարաններ չի կարողանում, որտեղ դատարանը ռեսուրս չունի, չէ՞, մարդուն գտնի բերի։ Պետք է իրավապահ մարմինների միջոցով բերման ենթարկի։ Այդ մարդը ուղղակի ասում հայոյում է, ինքը ասում է թե ես թքածում եմ ձեր բոլորիդ վրա, ոչ մեկը ինձ չեք կարող կպչել։ Մարդուն չեն ասում, մարդը պետք է գա որպես գումարտակի հրամանատար վկայություն տա Հայաստանի Հանրապետության դատարանում, իր գումարտակում, սպանության գործով։ Եվ այդ մարդը գոյություն չունի։ Եվ նրան չեն կարողանում հայտնաբերել։ Սա իմպոտենտ են դարել այդ ամբողջ իրավապահ համակարգը։ Քննիչներով, իրանց ոստիկանության ուժերով, ազգային անվտանգության մարմիններով, հակախեղետակությամբ եւ չգիտեմ ինչով, որ մարդ չեն կարողանում հայտնաբերել սպանության գործով, երկու քաղաքացիների սպանության գործով վկայություն տա Հայաստանի Հանրապետության դատական իշխանության առջև։ Եվ սրանից հետո սահմանադրական որևիցե նորմի պահպանման մասին խոսելը դառնում է ընդհանրապես անտրամաբանական, այսինքն իշխանությունը խիստ որոշակի դեպքերում մատնվում է անգործության, երբ որ դրա մեջ ինքը տեսնում է իր օրգանական շահը եւ խիստ դառնում է գործունակ չարաշահումներու գերազանցությունների իր լիազորությունների գերազանցման առումով, երբ որ նույնպես տեսնում է շահը, այդ դեպքում մեղավոր է սահմանադրությունը։ Սահմանադրությունը մեղավոր չի։ Ձեր զրույցելուց տպավորություն է ստեղծում, որ Հայաստանում հարուստ են այն օրինակները, որտեղ դասական ձևով խախտվում են մարդու իրավունքները, սահմանադրական նորմերը եւ չգիտեմ, բոլոր հնարավոր ոլորտներում կան բոլոր հնարավոր օրինակները, թե ինչպես պետք է օրենքը խախտել կամ չգիտեմ, ֆունկցիաներից դուրս գալ։ Սա դուք պատահական եք համարում Հայաստանի պարագայում։ Միգուցե այստեղ նաև հասարակությունը իր մեղքի բաժին ունի։ Գիտեք, իրեն հարմար է այսպես ապրել ի վերջո։ Հիմա տեսեք, շատ լուրջ հաց եք բարձրացնում։ Նախ ասեմ, որ իրապես ցավոք սրտի սահմանադրական մի նորմ չկա, որը Հայաստանի Հանրապետությունում չխախտվի։ Ոչ թե մեկ անգամ, այլ անընդհատ չխախտվի, պարբերաբար չխախտվի։ Սա մեկ։ Այն, որ հասարակությունը շահագրգիռ չի եւ չի կարողանում կամ երկարաժամկետ պայքարի իր սահմանադրական իրավունքների համար, դա նույնպես ճշմարտություն է, բայց եւ համաձայն չեմ, որովհետեւ պայքարի օրինակները բազմազան են։ Մեկը նշեցինք վարչական պետհավանությունները, չէ՞։ Մարդիկ հետ քաշվեցին։ Հաջորդը գալա հերոստանգերության հետ կապված խնդիրը։ Դուք հիշում եք, ինչպիսի մեծ հզոր հասարակական եւ հանրային հնչեղություն ստացավ եւ որի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել, բայց հենց որ արդյունքը վերջինաշուտ դատական իշխանություններն են կայացնում, չէ՞ որոշումը, կամ նույնիսկ խորհրդի խորհրդանական վեհաժողովի բանաձևերում, եւ հիմա ճիշտն ասած, եթե կամք է լիներ այդ մի հատ աշտարակը, մի հատ աշտարակի խնդիր է, չէ՞ ընդհանրապես։ Վերջինաշուտ Ենթադրենք, եթե դու ժողովրդավարական մտածողություն ունես, հարգելի քաղաքապետ, այդ աշտարակը ինչ դատական process-ի մասն է։ Խնդրեմ վերցրեք, նվիրատվություն եմ, քանի անգամ է ինքը նվիրատվություն տվել եւ ում է տվել, չէ՞։ Լամետ հանենք իր նվիրատվությունների ցանկը։ Եթե խոսքի ազատության սկզբունքը կամ արժեքը, իրավունքը սահմանադրական այդքան գնահատելի լիներ, այդ քայլը կարա չէ կատարել։ Հիմա չի կատարել։ Ժողովուրդը ինչ է անում հիմա, ցավոք սրտի,
հուսալատվելով մի մասը, ուղղակի հեռանում է երկրից։ Այսինքն ասում է, եթե ես իմ երկրում, դա պրոտեստ է, դա ընդվզման տարբերակներից մեկն է, որը դաժան հետևանքներ որ ինքը հարվածում է պետության հիմքերին։ Եվ այդ դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կատակով հայտարարում է, որ դե ինչա մնա որ հեղափոխություն անեն, սահմանադրության մեղքն է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է երկիրը մարդկանցից ազատվելու գաղափարի օգտին։ Սահմանադրության մեղքն է, որ այդ նման վարչապետը մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել։ Այսինքն չկա, չէ՞, այդ բանը լիազորությունների մեջ, ընդհակառակը նա կառավարության որպես ղեկավար պարտավոր է այնպիսի քաղաքականություն իրականացնի, ելնելով սահմանադրության սկզբունքներից, այսինքն ցանկացած որոշման հիմքում պետք է լինի մարդու իրավունքների ամբողջ բլոկը, ամբողջ կետը, աշխատանքի, առողջապահության, խոսքի, կյանքի, ազատ տեղաշարժի, խղճի դավանանքի ազատության, հա, այդ ամեն ինչի ուղղությամբ, որպեսզի մարդկանց համար գրավիչ լինի իրենց երկրում ապրելը։ Չի ասում թե հենց ես այդպես եմ մտածում, որ ավելի լավ է գնան, որպեսզի քանի որ մենք չենք անում մեր գործառույթները սահմանադրությամբ նախատեսված, իսկ մարդիկ էլ կարող են դժգոհել, իսկ այս դժգոհությունը բերե հեղափոխություն, ավելի լավ է թող գնան, որպեսզի ես իմ անօրինականությունները շարունակեմ։ Իսկ անօրինականությունը հենց իրավիճակը։